Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Օրերս Երևանի Կամերային թատրոնում տեղի ունեցավ Անահիտ Եսայանի «Հանդիպումներ» Աղասի Այբազյանի հետ վերջին երկու նովել նոր գրքի շնորհանդեսը, որտեղ հեղինակն ամբողջացրել է Հայաստանի և հայության ճակատագրով ապրող մեծ հայի հետ 1999-ից 2007 թվականներին ունեցած զրույցները, ժամանակին տպագրված Հայոց Աշխարհ թերթում։ Գրականագետ Հայաստան հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանի ներկայացմամբ գրքի նոր հրատարակությունը նվիրվում է Աղասի Այբազյանի 100-ամյա Հոբելյանին և այն ուշագրավ նորություններ է պարունակում։ Այս գիրքը այսօր վերահրատարակությունը ունի առավելություններ, որովհետև այստեղ զետեղված են նաև Աղասի Այբազյանի վերջին երկու նովելը, զանգված է տարումը և ուրիշի կյանքը վերնակներով, և Անահիտ Եսայանի շատ ուշագրավ, շատ, այսպես ասած, նուր գերականագիտական վերլուծությունները, որ կուզենայի, որ բոլորը կարդեք։ Շնորհանդեսին ներկա էր նաև ճարտարապետ Լևոն Իգիթյանը, ով Այբազյանի հզոր տաղանդի երկրպագուներից է։ Նրա ներկայացմամբ Աղասի Այբազյան երևույթի բացահայտման առումով սկզբնապես մեծ դեր է կատարել ավագ եղբայրը, գրողի մտերիմ ընկեր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը։ Լևոն Իգիթյանը պատմել է, թե ինչպես տարիներ առաջ 2000-ականների սկզբին, երբ Աղասի Այբազյանը և գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը ցանկացել են հանդիպել այդ ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ, ինքը նախաձեռնել է այդ հանդիպումը, որն էլ բեկումնային է եղել Աղասի Այբազյանի համար։ Աղասի զարգարեց ասեց, ինձ տան Նարեկ Սարգսյանի մոտ։ Նարեկին զանգ տվեցի, ասեց, ամբողջ օրը անենց բեռնված են, որ ժամը 11-ին գիշերը սպասում են։ Աղասի եկավ Ռոբերտ Էլիբեկյանի հետ։ Մի երկու ժամ աշխատատեղում Երևանի հատակագիծը բորած Նարեկ Սարգսյանը բացատրեց բուն էությունը աշխատանքի։ Եվ ես տեսա Աղասի ոգևորությունը։ Այբազյան ստեղծագործողի բազում ծալքերը բացահայտելու առումով ըստ գրականագետ, թարգմանիչ ու բանաստեղծ Ներսես Աթաբեկյանի կարևոր դեր է կատարում Անահիտ Եսայանը, ով Աղասու հետ իր զրույցներով կարողացել է ոչ միայն խոսեցնել Աղասի Այբազյանին, այլև բացել է հիմնական ասելիքը, որն անում է հիմա էլ։ Անահիտ Եսայանի զրույցները կարդալուց հետո Ներսես Աթաբեկյանը վերանայում է իր տեսակետը, թե շատ ծանր բացվող մարդ է Այբազյանը, խոստովանելով, խնդիրը ոչ թե Աղասին է, խնդիրը եղել եմ ես։ Ես աշխատել եմ ժուրնալիստիկայի ասպարեզում, որ հրաշալի գիտեմ, թե ինչքան կարևոր է ժուրնալիստի պահվածքը արձանագրումը, ինչքան կարևոր է զրուցակցի հետ շփվելու ունակությունը, կարողությունը, դրանից հետո տեքստը պատրաստելը։ Ժուրնալիստը կարող է մի նախադասության բոլորով կարող է ամբողջ ուշադրությունը սերերի գլխավոր ասելիքի վրա իր զրուցակցին։ Եվ կարող է կան նաև ժուրնալիստներ, որ կարող վրիպի հետը ընդհանրապես այդ հարցազրույցը դառնալ ոչինչ։ Անահիտը հայրուն է անում գլխավոր կետերին մատը դնելու այդ խնդիրը, բացի դրանից, որ ինքը կարողացել է խոսած մի առասուն, կարողացել է բացի հիմնական ասելիքը։ Այդ կարողանում է նաև հիմա էլ հակառակ կողմից ընթերցողի մեր ուշադրությունը սերերի գլխավոր ասելիքի վրա։ Գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ Աշոտ Ալեքսանյանը նշել է, որ կնոջ կարիքը կա գրականագիտության մեջ իր նուրբ դիտարկումներով։ Կնոջ կարիքը կա գրականագիտության մեջ իր նուրբ դիտարկումներով։ Անահիտը ճշգրտագույն հարցեր է գտել և կարողացել է կարծես թե վերհանել այն, ինչ որ ցրված է Աղասի Այբազյանի ստեղծագործությունների մեջ, նա մի կենտրոնացված ձևով նա կարողանում է հարցի հստակ պատասխան տալ։ Այդ առումով նրա էությունը շատ հստակ լավ բացահայտում է եւ հարցերի մեջ
որտեղ երբեմն նախորդում են, հաջորդում են պատասխաններին եւ կա որ պատասխաններ, որոնք կարծես նախորդներից լինեն հարցերի։ Բանաստեղծ Մարինե Պետրոսյանը նշել է, որ անձամբ շփվել է Այվազյանի հետ անկախության առաջին տարիներին։ Իր հետ շփվել եմ, դա անցած դարն էր, դա մեր անկախության առաջին տարիներին, լրիվ ուրիշ ժամանակ էր։ Մարինե Պետրոսյանը նշել է, որ Աղասի Այվազյանի հետ շատ են վիճել ամենատարբեր թեմաների շուրջ, սակայն ուրախ է, որ ճանաչել է նրան։ Հաճախ վիճել ենք, բայց այդ վեճերը ամենատարբեր, հիմա արդեն ինչի մասն ասես վիճում էին եւ բայց ասենք երջանիկ եմ, որ իր հետ ես շփվել եմ։ Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ պատմել է, մի քանի անգամ է հանդիպել Այվազյանին, սակայն մի բան է նկատել, որ հայ մեծերի մեծ մասը հայկական միջավայրում չի ապրել, բայց այս դեպքում Այվազյանի յուրահատկությունն այն էր, որ վերջինս իր ուղղությունով գալիս էր հայկականության խորքերից։ Ի տարբերություն շատ այլ հայ մեծերի, քիչ եմ առնչել Աղասի հետ, մի քանի անգամ ենք հանդիպել զրուցել, բայց ես մի զարմանալի բան եմ նկատել ընդհանրապես, որ հայ մեծերի, հատկապես հոգևոր մշակութային դաշտի շատ մեծերի մի տարօրինակ բան կա, նրանց մեծ մասը կամ զգալի մասը հայկական միջավայրում չի ապրել, չի մեծացել, հաճախ հայերեն չի սկսել խոսել։ Բոլոր ոլորտերում իր այսում որտեղ կուզեք տեսնեք դա, նույնիսկ ռազմական ոլորտում կտեսնեք սա։ Բայց Աղասի Այվազյանի յուրահատկությունը ինչն է։ Աղասի Այվազյանը իր ոսկորներով, իր ուղղությունով գալիս էր հայկականության խորքերից։ Իսկ Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն իր խոսքում կառավարության շենքի օպերայի օրինակով ընդգծեց եւ կարեւորեց Աղասի Այվազյանի ճարտարապետությունը որպես պետության կայացման, ազգային հպարտության գործոն արժևորելու եւ այդ գաղափարը մշտապես ներկայացնելու փաստը։ Այվազյանի մասին շատերն ասում են, այսօր նրա նման մարդկանց կարիքն իրապես կա, սակայն չեն պատկերացնում, թե ինչ կզգար Այվազյանը պարտություններից հետո։ Իդեպ, այս հարցի պատասխանը հանդիպումներ Աղասի Այվազյանի հետ վերջին 2 նովել գրքի հեղինակ Անահիտ Եսայանը խոստացավ տալ առանձին հրապարակմամբ։ Ահա այսպես, Աղասի Այվազյանի 100-ամյա Հոբելյանին նվիրված գրքի շնորհանդեսն անցավ ջերմ հիշողություններով լի մթնոլորտում։